կասկածելի համաձայնագիր, որից հետո հայրս վախճանվեց, ու հիմա ես ձեռքիս տակ ոչինչ չունեմ անցյալը փորփրելու համար։ Իսկ ահա դու լուրջ մտածելու թեմա ունես, որովհետև ես լուրջ կասկածում եմ, որ իմ առևանգումը դու ես կազմակերպել։ Ինչի մասին ես խոսում, եթե սա քո հերթական… Չէ, ես լուրջ եմ խոսում։ Դու երևի տեղյակ չես, որ ես հրաշալի երաժշտական լսողություն ունեմ։ Ու ինչ է դա նշանակում։ Այն, որ ես մեկի ձայնը մի անգամ լսելով, հետո չեմ մոռանում։ Հետո։ Ինձ առևանգող մարդու ձայնը շատ նման էր քո օգնականի ձայնին։ Ում ձայնն է։ Արսենա ինչ անում։ Այն ինձ, որ քո հրամանով քաղաքավարի հրավիրեց քո օֆիս։ Վրամ Շահամյանը խնդրել է մեզ, որ հրավիրենք ձեզ իր մոտ։ Շպարտ նախադասություն է։ Հրավիրեք ինձ իր մոտ։ Այո։ Ովշմ որ գնանք իր մոտ օֆիս։ Էս արդեն մի քիչ ավելի պարզ է։ Ավելի պարզացնել։ Չէ, բարդը լավ է։ Բա որ ես որոշեմ հրաժարվել պարոն Շահամյանի հրավերից։ Դուք ինչ կանեք։ Ինքը մեզ խնդրել է, որ մենք մեզ կուլտուրական պահենք։ Հա։ Այդ դեպքում արժի ընդունել հրավերը։ Ռուբեն, շատ դիշովի խոդերի ես գնում։ Արսենը չեր կարա քեզ փախցներ։ Չհամոզեցիր վռամ։ Դու Ղազարյանին էլ ես ասել քո այդ հանճարեղ ենթադրությունների մասին։ Դեռ չէ, երբ 100%-ով վստահ լինեմ կասեմ, բայց լավ իմ ասի, երբ պարզեցի, որ Արսենն է եղել ու քո մատնել է խառը, դու պատասխան ես տալու ոչ օրենքի առաջ, որովհետև օրենքը անկատար է, իսկ քո հնարավորությունները մեծ։ Լավ, Ռուբեն։ Ես ինձ հետաքրքրող հարցերի պատասխանը ստացա ինչի համար եկել էի։ Իսկ քո մեղադրանքները փուչիկ են։ Ես քեզ առևանգելու հրաման չեմ տվել։ Դու շատ մեծ կարծիքի ես քո մասին։ Իսկ դա վատ է։ Շուտ առողջացի, պարոն Արտարամետ։ Հուսով եմ տղաներս հետը շատ կոպիտ չեն եղել։ Ոչինչ, ես սովոր եմ։ Ինչի համար եմ ես տեղ Ղազարյան։ Վկայություն տալու համար, ընկերոջդ սպանության առիթով։ Խոսամած, պատմի տեսնենք այդ ոնց է եղել։ Ես պատմելու բան չունեմ, դուք առանց էդ էլ ինձանից ավելի շատ բան գիտեք։ Չէ, չգիտեմ, քանի որ ներկա չեմ եղել։ Ես միայն կարող եմ ենթադրել։ Դու ուզում ես ասես, որ դու տեղյակ չես, հա, որ Դավոնը սպանել Վարդանին։ Վարդանին սպանել են Էդոյի զենքով։ Զենքի վրա կա համ Էդոյի, համ էլ Դավիթի մատնահետքերը։ Իսկ փորձաքննությունը չի ասում, թե ով է կրակել։ Ես հիմա պիտի պարզեմ, թե ով է իսկական մարդասպան։ Դու ուզում ես փեսուտ փրկես Ղազարյան։ Չէ, ես ուզում եմ ճշմարտությունն իմանալ։ Հիմա չես ասում, թե Վարդանի վրա ով է կրակել։ Ես քեզ չեմ շտապացնում, Մաքս։
Դու լուրջ տղա ես ու երևի հասկանում ես, որ քեզ ձեռնտու չի ինձ հետ պրոբլեմներ ունենալ։ Գնա, մտածի։ Ու երբ որ կկանչեմ, կգաս ու կասես, թե ով է իսկական մարդասպան։ Սոնա միած սուրճ դիր, լրիվ դարը։ Իչի մեքենան հանի, հեսա Սուրենը գալիս է գնանք։ Շեֆ, կարևոր տեղ են գնալու։ Ղազարյանի եկել են լրագրող Դալաքյանի հետ հանդիպման։ Ինչի՞։ Շեֆ, ես մի ժամով ուզում էի փոխվեի, տղերքին կասեմ, ձեզ կտանեն, մինչև հետ կգաք, ես արդեն ստեղ կլինեմ։ Լավ, գործը գնացի լավ։ Իմ համար մեկը ով կտանես։ Արսեն, ուր ես։ Դե մի հատ մոտս մտի։ Կանչել էի, շեֆ։ Արի նստի։ Ես Արսեն, մի 10 օր առաջ ես ու Սուրենը գնացինք Ղազարյանի, եկել են Ռուբեն Դալաքյանի հետ հանդիպման։ Դու պիտի մեզ տաներ, բայց ասեցիր, որ այդ օրը զբաղված ես, ճիշտ է։ Շեֆ, իսկականից զբաղված էի։ Ու ինչ է եղել, կարաս հիշես։ Շեֆ, կարամ։ Ընկերուս մերն էր վատացել։ Զանգեցին, խնդրեցին, որ ավտոյով տանեմ հիվանդանոց։ Ընկերուհուդ մեր։ Շեֆ։ Մենակ են, տանը տղամարդ չունեն։ Այդ կինն էլ լյարդի հիվանդություն ունի։ Պրիստուպը բռնեց, ուշում զանգեցին, վրաս կանչեցին։ Արսեն, դու այդ կնոջը հիվանդանոց ես տարել ու մի անգամից հետ ես եկել։ Շեֆ։ Չես հիշում, հետ եկար ես արդեն ստեղ էի։ Ինչի շեֆ բան է եղել։ Չէ, դու ազատ ես գնա, բայց մոտակայքում կրիվ ես, ամեն վարկյան կարող է պետք աս։ Եղավ շեֆ, ոնց ասես։ Ալո։ Բարի օր, Վրեժ։ Բարև, Վրամ։ Դու ինձ պետք ես շատ շտապ։ Գալիս եմ, Վրամ։ Սպասում եմ։ Հենց հիմա գալիս եմ։ Ոնց հադավն Ղազարյան։ Իսկ քո կարծիքով ոնց պիտի լինի։ Գործ բացել եք,
Վկաներին հարցաքննության կանչել եք, Էդոյին ինչի բաց չեք թողնում։ Վան, ես ինչքան հարցեր եք ուտակվել մոտդ։ Որտեղ ոչ մի բան չեմ հասկանում։ Անես տպավորությունը, որ դու մեզանից խուսափում ես։ Հա, տենց էլ կա, քանի որ ես պլան ունեմ։ Ինչ պլան։ Եթե ուզում եք ձեր անխելք աղբորը օգնեք, ուրեմն պետք է ինձ հետ համագործակցեք։ Չեմ հասկանում, ինչի մասն է խոսքը։ Խոսա հետը, Վահան։ Ինչքան էլ ինքը իմպուլսիվ ու ինքնավստահ, ամեն դեպքում քեզ լսում է։ Հնարավոր է, որ դու համոզես իրեն։ Ինչ համոզում։ Համոզի թող Էդոյի անունը տա։ Թող ասի, որ Էդոն է կրակել Վարդանի վրա։ Դուք էլ վկայության ժամանակ այդ կհաստատեք։ Այնտեղ Մաքսը կարող է համահանի, բայց ես Մաքսին վերցնում եմ ինձ վրա։ Ղազարյան, ես ինչ ես ասում։ Հասկանում եմ, որ Էդոն ձեր ընկերն է, բայց ուրիշ ելք չկա։ Ղազարյան, ոչ միայն ընկերն է, այլև ամեղ մարդ է։ Ոնց կանանք մենք Էդոյի գլխին սարքենք։ Հասկացի, Վահան, Դավոն իր տաքարյունության պատճառով բերդում երկար չի դիմանա։ Մյուս կողմից Մաքսը, որ անհամբեր սպասում է իր ընկերոջ վրեժը լուծի։ Իր ձեռքերը երկար են։ Ինքը Դավոյին բերդում էլ կհասնի։ Իսկ Էդոյին բան չեն ասի։ Ես կհետևեմ։ Ինքը իր սրոկը հանգիստ կանցկացնի։ Այդ լավ տարբերակ չի, ուրիշ բան պետք է մտածենք։ Ուրիշ տարբերակ չկա, Վահան։ Էդոն, Ղազարյան, ոնց է տղու կյանքը հենց այնպես կործանում։ Իսկ աղբերդ դու աղբորդ մասին մտածի, ոչ թե Էդոյի։ Մենք բոլորս էլ գիտենք, եթե Դավիթը բանտ ընկավ, իր համար կյանքը վերջացած է։ Ես Դավոյին օգնելու ուրիշ տարբերակ չունեմ։ Մարդ է սպավել, ու մեկը պիտի պատասխանատվություն կրի։ Մտածեք իմ առաջարկի վրա, քանի ես հնարավորությունը կա։ Ասա Սոնա։ Ասա թող ներս գա։ Ռամ։ Ոնց է գործազուրկ լինելը։ Դե արդեն կարողացել ես գլխի ճարը տեսնել։ Չէ վրամ, ինչ ճար պիտի տեսնեի։ Ամբողջ օրը պարապ տունը վերընկած եմ։ Իմ նման ակտիվ մարդու համար այդ հավասարա չգիտեմ։ Մահվան։ Յա։ Այդքան տարի մոտս աշխատելուց հետո քո համար չես կարողացել կարգի ծանոթություն ստեղծես, որ գնայիր մոտը։ Վրամ, դու շատ լավ գիտես, որ մեր ընդհանուր ծանոթների մոտ ես երբեք չեմ գնա։ Լավ։ Այդ սաղ թողնենք մի կողմ, ես քեզ ուրիշ բանի համար եմ կանչել։ Խոսքը Արսենի մասին է։ Արսենին ինչ է եղել։ 2 տարի առաջ դու իրանից մոտ վերեցիր, ճիշտ է։ Հա։ Ասում էիր, որ ընտիճ տղա է, ու որ կարելի է իրան 100%-ով վստահել։ Հա։ Բադվադի տա արել։ Չգիտեմ։ Ուզում եմ դու պարզես։ Դու այդ տղու համար ինչ-որ չափով պատասխանատու ես, ինքդ բերել ես, ինքդ էլ բացահայտի, թե ինչ խաղեր է խաղում։ Ռամ, չեմ կարծում, որ Արսենը քո գլխին ինչ-որ խաղ